Եվ այսպես Սամվել Կարապետյանի հայտարարությունը ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու իր իսկական հարվածել Նիկոլ Փաշինյանի համար հարգելի հեռուստադիտողներ Նիկոլ Փաշինյանի տոնը փչացրեցին։ Այսօր իշխանությունները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացնող Ալեն Սիմոնյանը կարողացավ պաշտոնապես հայտարարել, որ սույն թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա հանդիպելու Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ չափազանց կարևոր իրադարձություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ինչպես նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, միգուցե ոմանք մոռացել են, նաև ոմանք այնպես են արել Հայաստանում, որ հատուկ Օնիկ Գասպարյանը մոռացության մատնվի կամ այն ինչ արեց Օնիկ Գասպարյանը, բայց արձանագրեք հետևյալը. 2021 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հեռանալ վարչապետի պաշտոնից, եղավ Թուրքիայի ուղիղ անմիջական աշխարհաքաղաքական աջակցությունը բազմաթիվ թուրք պաշտոնյաներ միջև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը հայտարարություններ արեցին սատարելով Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայի աշխարհաքաղաքական աջակցությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը կարողացավ պահպանել իր ազատությունը եւ իշխանությունը, ավելին նա կարողացավ վերարտադրվել Հայաստանի վարչապետի պաշտոնում, Հայաստանի Հանրապետության խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մեծամասնություն կրկին ունեցավ։ Այդ պահից ի վեր փաստացի Թուրքիան անուղղակիորեն, բայց փայատեր դառավ հայաստանյան իշխանության մեջ շատ պարզ, քանի որ հենց Թուրքիայի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահպանել իր դիրքը։ Հիմա մոտենում են ընտրությունները, լինեն դրանք արտահերթ ընտրություններ, թե հերթական ընտրություններ, կա կարիք վերահաստատելու թուրքական կողմի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ կրկին ասենք Նիկոլ Փաշինյանի տոնը խանգարեցին, փչացրեցին եւ այդ տոնը փչացրեց գործարար Սամվել Կարապետյանը, ով հայտարարություն արեց։ Նիկոլ Փաշինյանը մոտ 2 շաբաթից ավել է արդեն հարձակումներ է իրականացնում հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց հենց այսօր Սամվել Կարապետյանի հայտարարությունը լույս տեսավ, մասնավորապես նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշեց, որ նա եկեղեցու կողմն է եւ եթե քաղաքական ուժերը չկարողանան աջակցեն եկեղեցուն, նա իր ձևերով փաստորեն այդ աջակցությունը կցուցաբերի եւ ահա դրանից հետո սկսվեց քաղաքական իրական թատրոնը։ Իշխանությունների ներկայացուցիչները վերից վար սկսեցին քննադատել եւ Սամվել Կարապետյանին եւ հայ առաքելական եկեղեցուն, նաեւ այսօր համացանցում հետաքրքիր տեսանյութ տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելով ազգային ժողովի նիստին փաստորեն հաղորդագրություններ էր գրում կամ իր թիմակիցներին, կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, կամ էլ այդ ստատուսներն էր գրում, որը արդեն մի քանի ժամ է ողջ հանրությունը քննարկում է։ Եկեք նաև արձանագրենք հետևյալը. պատճառը որն է, որ Նիկոլ Փաշինյանը այսքան ցավագին ընդունեց Սամվել Կարապետյանի գնահատականը, Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը ՔՊ-ի համար այս կարևոր օրը, երբ որ իրենք կարողացան պաշտոնապես բաց տեքստով հայտարարել, որ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։ Շատ պարզ, որտեղ Սամվել Կարապետյանը ունի աշխարհաքաղաքական կապիտալ, ունի ֆինանսական կապիտալ, սոցիալական կապիտալ, կազմակերպչական կապիտալ, գաղափարական տեսանկյունից էլ նա աջակցում է հայ առաքելական եկեղեցուն, ոչ թե առանձին վերցրած ինչ որ քաղաքական գործ չի, քաղաքական հոսանքի, այլ հայ առաքելական եկեղեցու։ Այստեղ շատ բարդ է այս ամեն ինչին ինչ որ քաղաքական պիտակ կպցնել, նախկիններ, սևեր, ռևանշիստներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դե իհարկե եթե դու Փաշազադեն չես, որովհետեւ Փաշազադեն էր ասում, որ եկեղեցականները իրենք ռևանշիստներ են, ավելի Նիկոլ Փաշինյանը նաեւ հասկանում է, որ այս ամենի համադրությունը կարող է հանգեցնել նաև նրան, որ որոշակի քաղաքական աստար այս ամենը ստանա, հենց այդ իսկ պատճառով էլ նա հարձակում սկսեց գործել եւ հայ առաքելական եկեղեցու դեմ եւ անձամբ նաեւ Սամվել Կարապետյանի դեմ, նաեւ ինչն էր այստեղ շատ հատկանշական, Նիկոլ Փաշինյանը փաստորեն սպառնում է իր падգամավորների շուրթերով, սպառնում է Սամվել Կարապետյանին խլել նրա ունեցվածքը, այս պարագայում խոսքը վերաբերվում է էլեկտրոցանցին, բավականին հետաքրքիր զարգացումներ են իրեն ժողովրդավար հայտարարած Փաշինյանական Հայաստանում, ինչևէ արձանագրենք, որ իրողությունն այնպիսին է, ինչպիսին այն կա։ Մենք տեսանք, որ այս իրադարձությունների մեկնարկից հետո երբ որ Սամվել Կարապետյանի տուն եկան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինքը Կարապետյանը հայտարարություն տարածեց, ասաց, որ շարունակելու է լինել եկեղեցու կողքը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եղավ հայտարարություն, Հայաստանի քաղաքական գործիչներից եղան հայտարարություններ, ամեն դեպքում գոնե հայտարարությունների մակարդակով մենք տեսնում ենք, որ ինչ ասել էին
նրա տերն են, ինչի մասին նաև ասաց Սամվել Կարապետյանի եղբայրը։ Եվ այստեղ մենք գալիս ենք ամենակարևորին եւ նաև ամփոփում ենք մեր այսօրվա զրույցի այս հատվածը։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին տարիները, վերջին 7 տարիները ցույց են տվել մեկ բան. Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական ոչ մի պայմանավորվածություն չի պահում։ Դու կարող ես իր հետ մի բան պայմանավորվել 1, 2, 3 օր հետո նա այդ պայմանավորվածությունը խախտում է, կամ ընդհանրապես մեկ պայմանավորվածություն, որը նա մինչ օրս պահում է, եւ դա վերաբերվում է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շրջանակներում, այդ պրիոմ սդաչայի շրջանակներում իշխանության որոշակի պայմանավորվածություններին ցանկացած այլ պայմանավորվածություն Փաշինյանը չի պահում եւ պետք է հասկանալ մի պարզ բան, որ եթե նա հարձակվում է, դու փորձում ես իր հետ գնալ ինչ-որ պայմանավորվածությունների, ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի երաշխիք երբեք կյանքի չի կոչվել, քանի որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջում հերթական անգամ իսկապես արձանագրեք Նիկոլ Փաշինյանի տոնը փչացրեցին։ Հնարավոր է մարդիկ նաև պատրաստում են ինչ-որ բան տոնեին, որովհետև ի վերջո Սուլթանը Փաշինյանին պաշտոնապես պատրաստ է ընդունել Անկարայում։ Մտածեք այդ մասին։